Այս շաբաթ ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին ազգային ժողովի հայտարարության նախագիծը։ Այն մինչ հանձնաժողովին ներկայացվել է, քննարկվել էր նաեւ խորհրդարանական լսումների ժամանակ։ Խմբակցության կարծիքով այս պահին ազգային արտակարգ իրավիճակի միակ սահմանադրական լուծումն ազգային ժողովի կողմից վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է։ Հայկ Մամիջանյանը նշեց, որ խորհրդարանական երկրորդ ուժը եւս միացել է նախաձեռնված գործընթացին։ Վերջին շրջանում նմանօրինակ կոնսոլիդացիայի դեպք չեմ հիշում, ուստի սա կարող ենք համարել լավ սկիզբ։ Սա հայտարարություն է, որ արձանագրել է մեր երկրում արտաքին քաղաքական եւ ներքաղաքական, ինչպես նաեւ անվտանգային խնդիրները, իսկ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը ընթանում է իր հունով եւ դա բացառապես լրիվ այլ գործընթաց է, այսինքն որևէ մեկի մոտ տպավորություն չառաջանա եւ այս երկու գործընթացները իրար հետ շփոթեն։ Մամիջանյանի խոսքով ընդդիմությանը երկրում ստեղծված անվտանգային հարցերն են հետաքրքրում, ուստի հայտարարության նախագծում նշել են, որ ադրբեջանական կողմն արդեն 3 տարի շարունակ օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքը։ Քաղաքացիական պայմանագրից Անուշ Քլոյանն էլ ի հավելումն Արցվաշենի հարցն առաջ քաշեց, թե ինչու ընդդիմության բերած նախագծում այդ մասով ոչինչ չկա։ Ինչպես է վերաբերվում Արցվաշենին, չէ՞ որ հենց առաջին պատերազմից հետո այն գտնվում է Ադրբեջանում, ինչու է այստեղ նշված չի Արցվաշենի մասին։ Ձեր վերաբերմունք այս մասին, այդ դեպքում ձեր կողմից մատնանշված տարածքային ամբողջականության խաթարում չի։ Թե մենք խոսենք զուտ տերմինաբանության տեսանկյունից, այո, դուք ճիշտ եք։ Բայց այս համատեքստը վերաբերվում էր 44-օրյա պատերազմից հետո ձեր իշխանությունների անվտանգային բացթողումների հետևանքով տեղի ունեցած մեր ինքնիշխան տարածքների օկուպացիաների մասին եւ այդ օկուպացիայի վերացման ուղղությամբ 0 քայլերի կատարման վերաբերյալ։ Ով է պատիվ ունեմի վարչապետի տեխնացուն, հետաքրքրվեց հանձնաժողովի նախագահը։ Մեր վարչապետի տեխնացուն Դավիթ Համբարձումյանն է։ Եթե Դավիթ Համբարձումյանն է, օրինակ արձանագրենք, որ այլևս ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Դաշնակցության ղեկավարները, ոչ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը այլևս չեն հանդիսանում ձեր քաղաքական առաջնորդները եւ քաղաքական առաջնորդ Դավիթ Համբարձումյանն է։ Համաձայն չէ, գիտեք ինչի համաձայն չէ, որովհետեւ մի հատ բան ունեք։ Մենք ժողովուրդը հոգնել է շիրմաներ բերելուց։ Ինչ ենք մենք փորձում ոչ իրական առաջնորդներին բերենք, հա, եւ ներկայացնենք հանրությանը, այլ փորձենք բերենք մի անձին, որին դիտարկում ենք որպես սենց ասեմ, դե հիմա այս փուլում ինքը ոնց որ սազական կլինի։ 2021 թվականի ընտրություններին քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ստացել է 688,000, իսկ պատիվ ունեմը 66,000 ձայն։ Արուսյակ Ջուլհակյանը նախ կարդաց խորհրդարանական 3-րդ ուժի ընտրություններին մասնակցելու ծրագիրը, նկատելով, որ պատիվ ունեմի խորհրդարանում հայտնվելը միայն ընտրական օրենսգրքի պահանջն էր, ապա հիշեցրեց ընդդիմության մի քանի փուլով իրականացված փողոցային պայքարը։ Այդ բոլոր ձեր շարժումների ժամանակ դուք ձեր կողմից ստացված ձայներ, ընդ որում նաև նկատի ունեմ խորհրդարանական ամբողջ ընդդիմության կողմից ստացված ընդհանուր գումարային թվով ձայների նույնիսկ 10% ժողովրդին չեք կարողացել կոնսոլիդացնել գոնե փողոցում, որ մենք տեսնենք, որ ահա 21 թվին դուք ժողովրդի մանդատը չեք ստացել մեզ հեռացնելու, իսկ մենք հակառակը ստացել էինք, չեք կարողացել ցույց տալ, որ ժողովուրդը ահա հիմա եկել եւ ձեր կողքին է կանգնել, որ մենք ասենք շատ լավ, ժողովուրդը եկավ, մենք պետք է հեռանանք։ Ջուլհակյանը հարակից ելույթում նկատեց, որ քննարկումը խիստ վաղաժամ է, պատգամավորը հորդորեց նախագծի հեղինակներին կոնսոլիդացնել ժողովրդին, դրանից հետո միայն նման քննարկում ունենալ, իսկ չհաջողվելու պարագայում սպասել հաջորդ հերթական ընտրություններին։ Շուրջ 4 ժամ տևած նիստի ավարտին հանձնաժողովի նախագահն առաջարկեց հայտարարությունն անվանել 8-րդ գումարման խորհրդարանի ընդդիմության ճգնաժամի ու ձախողման մասին նախագիծ։ Պատիվ ունեմը մերժեց առաջարկը։ Արդյունքում հանձնաժողովը նախագծին տվեց բացասական եզրակացություն։